Մենք Վահագն Դավթյանի անվան համար 37 հիմնական դպրոցի աշակերտներս հնարավորություն ստացանք մասնակցելու Հայաստանի հանրակրթական դպրոցերում ժամանակակից կրթական միջավայր ստեղծելուն միտված Smart էկրաններ աշխարհացույցի դպրոցներին 2025 մրցույթ ծրագրին։ Սկզբում մենք այդքան էլ չէինք հավատում, որ կկարողանանք իրականացնել նման ծավալուն և հետաքրքիր նախագիծ։ Թերահավատորեն էինք մոտենում աշխատանքին, բայց մեր ուսուցիչների հաստատակամությունը, աջակցությունը և խրախուսանքը օգնեցին մեզ հավատալ մեր ուժերին և սկսել ինքնավստահ աշխատել։ Այդպես էլ սկսվեց մեր ճանապարհը դեպի գույների լեզվով նկարողը, քարտեզագրելով Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ուղին նախագիծ։ Նախընտրեցինք խորագիրը, քննարկեցինք տարբեր անհատների, որոնք կապված են հայ մշակույթի և արվեստի հետ։ Վերջապես ընտրեցինք Մարտիրոս Սարյանին, քանի որ նա մեր երկրի ամենասիրելի և ամենագունեղ նկարիչներից է։ Նպատակն էր ուսումնասիրել Սարյանի կյանքը և ստեղծագործական ուղին, հասկանալ ինչպես է նա խոսել գույների միջոցով և ներկայացնել այդ ուղին քարտեզի տեսքով։ Մենք ընտրեցինք Մարտիրոս Սարյանին, որովհետև նա մեր ժողովրդի ամենագունեղ և սիրելի նկարիչներից է։ Նրա նկարները լի են արևով, լույսով և բնության գեղեցկությամբ։ Սարյանը ոչ միայն նկարիչ էր, այլ մեծ մտածող, ով հավատում էր, որ գույները կարող են խոսել մարդկանց զգացմունքների լեզվով։ Նրա կյանքն ինձ շատ ոգեշնչեց։ Նա դժվարությունների մեջ կարողացավ շարունակել սիրել իր գործը և նույնիսկ ապրելով տարբեր երկրներում, միշտ կապված էր հայրենիքի հետ։ Նրա արվեստը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է գույնով փոխանցել զգացմունքները, պատմությունը և մշակույթը։ Ես ուզում էի սովորել նրա մասին և հասկանալ, թե ինչպես է նա ստեղծել այս գեղեցիկ գունավոր աշխարհը։ Մինչ աշխատանքին անցնելը մենք բաժանվեցինք խմբերի և սկսեցինք ուսումնասիրել Սարյանի կյանքի տարբեր շրջաններ՝ մանկություն, ուսման տարիներ, արտասահմանյան շրջան և վերադարձ Հայաստան։ Օգտվեցինք գրքերից, հոդվածներից, վիդեոնյութերից և համացանցից։ Հավաքած տեղեկությունները տեղադրեցինք քարտեզի վրա, նշելով կարևոր վայրերը։ Նոր Նախիջևան, ծննդավայր, որտեղ սկսվեց Սարյանի գունային մտածողությունը։ Մոսկվա, ուսման և առաջին ցուցահանդեսի վայր։ Փարիզ, քաղաք, որտեղ նա ճանաչեց եվրոպական արվեստը։ Եվ Երևան, վերադարձ հայրենիք, ստեղծագործական վերջին շրջան և տուն-թանգարան։ Մենք այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Տեսանք այնտեղ նրա բնօրինակ գործերը, աշխատասենյակը, վրձիներն ու ներկերը։ Այցը շատ օգնեց մեզ ավելի լավ հասկանալ նկարչի ոգեշնչման աղբյուրները։ Թանգարանից հետո մենք կազմեցինք պաստառ քարտեզ, որտեղ յուրաքանչյուր կետ ուղեկցվում էր նկարներով, տարեթվերով և փոքրիկ բացատրություններով։ Ավելացրեցինք նաև Սարյանի մեջբերումները գույների մասին։ Սերատ 2025 ծրագրի շրջանակում կազմակերպվել է հանդիպում նախագծային աշխատանքի մասնակից սովորողների հետ։ Այս հանդիպումն իսկապես շատ օգնեց մեր նախագծի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում Վիզուալ Հայաստան զարգացման հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը աշակերտներին ներկայացրեց աշխարհացույց կրթական հարթակը, դրա նպատակները և գործիքակազմը։ Նախագծի ընթացքում մենք համագործակցել ենք տարբեր առարկաների ուսուցիչների հետ, միավորելով մեր գիտելիքները ու հմտությունները մեկ ընդհանուր նպատակի՝ հետաքրքիր և բովանդակային արդյունք ստանալու համար։ Հայոց լեզվի ուսուցչուհի Ընկեր Կիրակոսյանի հետ սովորեցինք վերլուծել տեղեկատվությունը, մշակել տեքստային նյութեր, գրել նկարագրություններ և ձևակերպել խոսքն այնպես, որ այն լինի հստակ ու տպավորիչ ներկայացման ժամանակ։ Մենք նաև փորձեցինք ստեղծագործաբար փոխանցել մեր մտքերը, համադրելով փաստեր ու զգացողություններ։ Աշխարհագրության ուսուցչուհի Ընկեր Մելքոնյանի հետ սովորեցինք քարտեզի վրա ճիշտ նշել Սարյանի կյանքի և ստեղծագործական ուղու հիմնական վայրերը՝ Նոր Նախիջևան, Երևան, Թիֆլիս, Փարիզ։ Հասկացանք դրանց աշխարհագրական նշանակությունը և կապը Սարյանի ստեղծագործական աշխարհայացքի ձևավորման հետ։ Կերպարվեստի ուսուցչուհի Ընկեր Թաշյանի օգնությամբ հասկացանք Մարտիրոս Սարյանի գունային մտածողության աշխարհը։ Ուսումնասիրեցինք նրա ստեղծագործությունների առանձնահատկությունները, գույների միջոցով արտահայտված գաղափարներն ու հույզերը, և այդ գիտելիքների հիման վրա ստեղծեցինք մեր սեփական գունավոր քարտեզը, արտացոլելով մեր ընկալումները։
Իսկ ՀԳՀԳ ուսուցչուհի Ինգեր Սորոբյանի օգնությամբ ստեղծեցինք նախագծի թվային տարբերակ, աշխատեցինք աշխարհացույց հարթակի գործիքակազմով, մեր ուսումնասիրած նյութերը ներկայացնելով ժամանակակից ձևաչափով։ Այս փուլը մեզ օգնեց հասկանալ, թե ինչպես կարելի է համատեղել արվեստը, տեխնոլոգիան և գիտությունը, ստեղծելով մի ամբողջական ու հետաքրքիր ուսումնական նախագիծ։ Մեր նախագծի նպատակն էր ոչ միայն սովորել Սարյանի կյանքի մասին, այլև քարտեզագրել նրա ստեղծագործական ուղին, պատմական, մշակութային եւ աշխարհագրական տեսանկյուններից։ Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ուղին մի գունավոր քարտեզ է, որտեղ արտացոլվում է հայ ժողովրդի ունիցիա եւ մշակույթի գեղեցկությունը։ Մեր նախագծի շնորհիվ ես ոչ միայն ճանաչեցի մեծ նկարչին, այլև սովորեցի ներկայացնել տվյալները եւ գաղափարները ժամանակակից տեխնոլոգիական հարթակներով որպես նախագծային աշխատանք։